Երևանում անցկացվել է Հայաստանի բացառաշտությունը կամեկ կանոններով, որին մասնակցել է նաև Շիրակի մարզի հավաքականը ֆեդերացիայի նախագահ ավագ մարզիչ Հակոբ Պետոյանի գլխավորությամբ։ Արդյունքները փայլուն են՝ 4 բաստակի, 4 ոսկե մեդալ։ Գոհունակությամբ փաստում է Հակոբ Պետոյանը։ Մենք ուրեմն մասնակցեցինք Հայաստանի պրոֆեսիոնալ Muay Thai ներկայացությամբ Արամ Աբրահամյանի գլխավորությամբ Գյումրին մասնակցեց 4 մարզիկով եւ 4-ն էլ տարան փայլուն հաղթանակներ։ Նրանք անցկացրեցին 3 մենամարտ, ամենը իրենց քաշային կատեգորիայում անցկացրեցին ծանր մենամարտներ։ Մեծահասակների միջև անցկացավ Վրաստանի ներկայացուցիչների մենամարտը, որում փայլուն եզրափակիչում հանդես եկան Կարեն Սարգսյանը եւ Արթուր Մարտիրոսյանը։ Ես արդյունքներից գոհ եմ եւ հիմա առաջիկայում մեր Muay Thai ֆեդերացիան Արամ Աբրահամյանի գլխավորությամբ փորձում է հայտեր ներկայացնել կովկասյան գայլեր, կովկասյան պետությունների միջև առաջնություն, որը տեղի ունենալու Գյումրիում, որի նպատակն է պետությունների միջև ստեղծել կապ եւ երիտասարդության միջև առողջ մրցակցություն։ Հատկապես տպավորիչ մրցելույթներով զատվել է մեծահասակների մրցակցությունում Կարեն Սարգսյանը 65 կիլոգրամ քաշային կարգում իր բարձրակարգ մասնակցությամբ գրավել է Հայաստանի հավաքականի մարզչական ազնագազմի ուշադրությունը։ Հրապարակում մենամարտել են վրացու հետ, որը ֆիզիկապես շատ լավ էր պատրաստված, բայց մեր քրտնաջան պարապմունքների շնորհիվ բացարձակ կարողացա հաղթել։ 17-ից 18 տարեկանների պայքարում հաղթողի պատվանդանին է կանգնել 60 կիլոգրամ քաշային Արթուր Մարտիրոսյանը։ Muay Thai-ի հիմնական առանձնահատկությունն արևելյան մարտարվեստի մյուս ձևերից տարբերվում է նրանով, որ մարզիկը ռինգ է մտնում պարելով։ Դա մենամարտի կարևոր բաղադրիչներից մեկն է հանդիսանում մարզաձևի փիլիսոփայությունը, եւ լավ կատարման դեպքում մարզիկը ստանում է լրացուցիչ 2 միավոր։ Մասնակցել եմ 2 մենամարտերի, երկուսն էլ ավարտել եմ փայլուն հաղթանակով։ Հակառակորդներս եղել են Վրաստանից։ Շատ բարդ էր մրցաշրջանը, բայց փառք Աստծո հաղթեցինք։ Եվս 2 գյումրեցիներ բարձր են պահել քաղաքի պատիվը դառնալով չեմպիոններ։ Նրանք են 52 կիլոգրամ քաշային Էդգար Հակոբյանն ու 57 կիլոգրամ քաշային կարգը ներկայացնող Արա Հովհաննիսյանը։ Հաշվի առնելով այդ հանգամանքը, որ մարզային հավաքականը նախատեսվածից շուտ էր վերադարձել Գյումրի, ոսկե մեդալներն ու հաղթողի դիպլոմները հասցեատերերին հանձնեց մարզային ֆեդերացիայի նախագահ։ Եվս մեկ հաղթական էջ գրվեց մեր քաղաքի մարզական տարեգրությունում։ Սամվել Աղանյան, Տիգրան Գասաբյան, Օրագիծ։